Տիկին նախարար, բժիշկները շարունակում են բողոքել իրենց աշխատավարձերից, ինչ որոշում է կայացվելու ի վերջո, դուք ստացել եք այդ նամակները։ Ինչ նամակներ։ Բժիշկները ասում են, օրինակ քննարկում էր եղել ազգային ժողովում, իրանք եկան ասացին, որ ձեզ բազմաթիվ նամակներ են ուղղել։ Տեսեք, այսօր հենց շատ վառ օրինակ էր, որ ես այստեղ էի, վերել էի ինձ հետ բազմաթիվ վիճակագրական տվյալներ, աշխատավարձերի, փոխհատուցումների, ամբողջական տեղեկություններով, բայց էլի ինձ հարց չհնչեց, այսօր հնչեց հարց ինձ ապահովագրությունից։ Դրա համար տեսնում ենք, որ փորձ է արվում զուգահեռ այն աշխատանքի, ինչ որ մենք իրականացնում ենք մեր բժիշկների հետ, ասոցիացիաների հետ, նաև ըստ էության հասարակական խորհրդի միջոցով, ինչ որ զուգահեռ պրոցեսներ տանել։ Տիկին Ավանեսյան, տեսեք, ասում են մարտի 16-ից մինչև մարտի 16 վճարված բուժաշխատողների աշխատավարձներից մի մասին շատ է վճարել, մյուսին քիչ են վճարել։ Ինչպես է դա տեղ ունեցել։ Ես հիմա գրառում եմ նայում այդ մասին։ Նույնիսկ շատ է գոյացել, բայց մարդիկ չեն գիտել, որտեղ շատ եղել, մի մասին քիչ է եղել ու չեն հասկանում, թե ինչ է։ Նայեք, շատ ճիշտ կարևոր հարց եք բարձրացնում։ Ապահովագրության շրջանակներում փոխվել է փոխհատուցման ամբողջ տրամաբանությունը։ Եվ եթե մենք առաջ ունեինք այսպես սահմանված հաստիկային աշխատավարձ, անկախ նրանից բժիշկը քանի պացիենտ կընդուներ, ինչ աշխատանք կտաներ, պացիենտները ըստ էության նրա մոտ կգնային բուժվելու, թե ոչ, ունեինք հստակ սահմանված, կցագրված բնակչությունից գոյացող աշխատավարձի ֆոնդ։ Հիմա ապահովագրության ամբողջ տրամաբանությունը այն է, որ մենք դուրս ենք գալիս այսպես աշխատանքը եւ դրա ծանրաբեռնվածությունը, հոսքը հաշվի չառնելու մեխանիզմից անցում ենք կատարում ըստ դեպքի փոխհատուցման։ Եվ այո, ես հասկանում եմ, որ հունվար-փետրվար ամսին մենք այս անցման շրջանակներում դեպքերի գրանցման որոշակի բաներ ունեինք, ուշացումներ ունեինք, որը այս ամիս արդեն լրացվել է եւ ըստ էության, ինչպես նշում եք, տեսնում ենք, որ մարտ ամսին ուրեմն արդեն վճարված աշխատավարձի մասով մեր բազմահազար բուժաշխատողներ տեսնում են ավելացումներ, բայց պիտի նշեմ, որ մենք ունենք մի քանի ուղղություններով խնդիրներ, որոնց պիտի անդրադառնանք։ Դրանք են պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, ֆտիզիատրները։ Կապված է գներ բողոք, ասում են ուզում են բաժների ինֆեկցիա։ Տեսեք, ես ինքս բարձրաձայնում եմ, որ հիմա կասեմ ինչ, որ եւ գինեկոլոգներ ունենք, որոնք պոլիկլինիկայում աշխատելով, փաստացի տեսնում ենք, որ պացիենտների չունեն սպասարկում, այսինքն եթե նախկինում այդ հաստիկի վճարը չէր ենթադրում եւ չէր ցույց տալիս, օրինակ ֆտիզիատր ամսվա մեջ քանի պացիենտ է սպասարկել, 1, 10, թե 100։ Մենք հիմա առաջիկայում մի երկու օրվա ընթացքում քննարկումներ ենք ունենալու հենց իրենց հետ եւ մենք պիտի փոխենք այս մասով նաեւ հանրապետության ծանրաբեռնվածությունը։ Մենք պիտի մեր սիրելի մասնագետներին առաջարկենք վերապատրաստվելու ընտանեկան բժշկության ոլորտ, որտեղ այստեղ էլ ունենք պակաս մասնագետների եւ պիտի լրացնենք այս պակասը։ Ինչու է սա տեղի ունեցել, որովհետեւ փոխվել է տուբերկուլյոզով հիվանդացությունը։ Մենք ունենք հիվանդության տարեց տարի նվազում, փոխվել է նաև դրա բուժման սխեմաները։ Եթե նախկինում տուբերկուլյոզի բուժման սխեման մոտ 2 տարի էր դեղորայքի ընդունման, այսօր նոր դեղորայքը, որը մենք ձեռք ենք բերում, շատ կրճատվել է մինչև, եթե չսխալվեմ, 4-ից 9 ամիս է տևում։ Այսինքն աշխատանքի ծավալը օբյեկտիվ կրճատվել է, բայց մենք հասկանում ենք, որ մեր սիրելի մասնագետներին մենք միասին պիտի նրանց զբաղվածության հարցը լուծենք։ Վերաբերում է նաև ինֆեկցիոնիստներին։ Այո, սիրելի լրագրողներ, պոլիկլինիկայում ինֆեկցիոնիստին դիմելիություն չունենք եւ ըստ այդը մենք նրանց էլ այն բժշկական կենտրոնները, որոնք բուրգային տրամաբանության մեջ են, նրանց զբաղվածությունը կապահովենք հիվանդանոցային ոլորտում, Երևան քաղաքում մեր բոլոր ինֆեկցիոնիստները հնարավորություն կունենան նաեւ ընդգրկվելու մեր ազգային կենտրոնում աշխատանքի, այսինքն սրանք իրական կարևորագույն խնդիրներ են, որոնք որ ի հայտ են եկել նաև բարեփոխման արդյունքում եւ մենք բոլոր հարցերը լուծելու ենք։ Բայց սրան զուգահեռ նորից ասում եմ, ես երբեք հակառակը
Իմ կողմից միշտ նախաձեռվում է քննարկում, որովհետև ինձ համար շատ կարևոր է լսել բոլորին։ Այսօր էլ ես եկել էի Տիկեն Կյուրեղանին, ուզում էի մանրամասն ներկայացնել աշխատավարձերի հետ կապված, բայց ոչ մի հարց չտվեց։ Ափսոս, ես հարց ունեմ, Ափսոս։ բայց